Շան, քեզ հասկանալի է ինչ նպատակով է Թրամփը ստեղծում խաղաղության այդ խորհուրդը Գազայի հարցով։ Գիտեք, ուրեմն այսօր որոշ հայտարարություններ են հնչել, որ սա միայն Գազայի չի վերաբերում, ապոչ այս նախագիծը Գազայով սկսվեց, բայց հիմա ընդհանրապես աշխարհում ուրեմն հագամարտությունները ղեկավարելու, խաղաղություն հաստատելու թվում է, որ նոր աշխարհակարգի ձևավորման, նոր քարտեզի գծման անվտանգային առումով նոր միտումներ են դրսևորվում, որովհետև այն հրավերները, որ ուրեմն հղվում են բազմաթիվ երկրների, արդեն շուրջ 60 երկրի, դրա մասին է խոսում, որ խնդիրը միայն Գազայի խաղաղության չի վերաբերում, այլ նոր աշխարհակարգի, նոր անվտանգային քարտեզի, այսինքն այլ կերպ ասած նույնիսկ միավորված ազգերի գազագերբության առընթեր ինչ-որ նոր միջազգային միավորի ձևավորման նախադրյալներ են երևում։ Կամ հակառակը ՄԱԿ-ը փլուզելու ճանապարհն է ընտրել Թրամփը։ Այո, եւ եթե նաեւ այս բոլորը նկատենք, որ զուգահեռ է գնում նաեւ ՆԱԹՕ-ի քոյության նկատմամբ ստեղծված հարցականների հետ, Գրենլանդիայի ուրեմն հարցով նաեւ ՆԱԹՕ-ի փլուզման այն կանխատեսումները, որոնք այսօր բազմաթիվ են քաղաքագիտական վերլուծումներում եւ նաեւ պաշտոնական հայտարարություններում, ոչ միայն վերլուծական հոդվածներում, ուսումնասիրություններում, բարձրազրույցներում, այլ նաեւ pedagogan մագարտակով հնչած հայտարարություններում, ուրեմն այս բոլորը գործընթացները տանում են դեպի նոր միապևեր աշխարհակարգի անվտանգային ենթահողի ձևավորման Վաշինգտոնի արած քայլերի ընդհանուր միտումների այս համապատկերի մեջ պետք է փորձել դիտարկել այս խնդիրները կարծում եմ։ Այդ նախաձեռնությանը Թրամփի միացել ենք մենք եւ Ադրբեջանը նաեւ։ Այո, որովհետև գիտեք, նաև դարբեր ուղություններով Թրամփի առաջարկը հրավերը դեսքով ստեյության նաև հետևանքների մերժման դեպքում հետևանքների ակնարկներ կան, որ եթե ընդունեք Ամերիկայի առաջարկները, մենք դա շատ կգնահատենք, եթե չընդունենք, դա մենք չենք մոռանա։ Ուրեմն այս չմոռանալու ուրեմն ռետորիկան տարաբես հետևանքներով սպառնալու միտումներ դրսևորում է, նախադրյալներ ունի իր մեջ, այս բոլորը պետք է նկատել եւ համար էի ասում, որ բոլորովին նոր քարտեզ է անվտանգային առումով գծվում, նաեւ որում նաեւ իջև նոր արմատական փոփոխության, նոր աշխարհակարգ ստեղծելու դվյալներ են փոխանցվում այս բոլոր ոչ միայն հայտարարություններում, այլ նաև արդված քայլերում։ Շահան, կասես, քրդական այս նոր ընդվզումը ուր է տանում։ Շատ հրադապ թեմա է, շատ աժմիական, նաև միջինարևելյան հայացքներով, դիտանկյուններից։ Գիտեք, քրդերի նկատմամբ այս սկսված գործողությունները, եթե փորձենք ավելի գլոբալ խորաբատկերի վրա դիտարկել, ուրեմն Սիրիայում գործող իշխանությունները դարբեր հասկապնակցությունների նկատմամբ իրենց հովանավորած զինյալ ցեղախմբերը, նաև պաշտոնական ուժերը ներգրավվեցին նախ ալավիների թեմ որոշակի գործողությունների Զովեզերիա շրջանում, հետո Սիրիայի հարավային շրջանում դրուզների նկատմամբ, այս բոլորը նաև իրենց հետ բերում են ժողովրդական պատկերի աշխարհակրական օրեն որոշակի փոփոխություններ ներսիրիական առում։ Եվ գիտեք, ալավիների
դեպքում հիմնականում նախորդ վարչագարկներ եւ իբրև հենարան աչագից սադարող ուներ Ռուսաստանը, Մոսկվան, որը գործրել է իր նախկին աստեցիկությունը, իր հենագետերը Սիրիայում։ Դրուզների դեպքում ուրեմն Իսրայելը օգտվեց եւ դրուզները դիմեցին Իսրայելին, որովհետեւ իրենց պաշտպանի Սադարի այդ չարթերը, որոնք իրականացվեցին նաեւ։ Ճիշտ է, որոշ տարածքներ նաեւ այլ վերահսկողության տակ գնացին, այսինքն այսօրվա գործող իշխանությունների, բայց Իսրայելը լիարժեք օգտագործեց նաև այս դրուզների նկատմամբ կիրառված գործողությունները եւ ներխուժման դեսքով որոշակի առումով իր անվտանգության կոդին ավելի ընդլայնեց։